Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը։ Եվ այսպես իշխանությունը աղմկում է, բացահայտել են Փարաքյար համայնքի համայնքապետի սպանությունը։ Խնդրեմ։ Հայաստանում բեսպրեդել է խայտարակ հանցագործությունների աճ 4 օրում 4 սպանություն դիմահար կրակելով այսպիսի բան որևէ ժամանակում եւ երբևէ հնարավոր չէր պատկերացնել Փարաքյարի համայնքապետի սպանությունը դիմահար կրակոցով նրա հետ եւս մեկ այլ անձի սպանություն դրանից 2 օր հետո Արմավիրի մարզում կրկին սպանություն եւ 3 կապանում էլի կրկին միջադեպ 3 երիտասարդ անձի միջև եւ կրկին սպանություն ինչ է սրա անունը եթե ոչ հանցագործ բարձի թողի վիճակ եթե ոչ հանցագործ բեսպրեդել եւ ներքին գործերի նախարար մադամը Էդմունդ Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու պենջակը հագած խրոխտ գնում կանգնում է Վալոդյա Գրիգորյանի դագաղի գլխին Տիկին ջան դուք դե հրաժարական տայիր սա խայտարակություն է այս հանցագործությունների աճը այս ծանր հանցագործությունների աճը ինքնաձիգով դանակով ով ում որտեղ ուզում բռնում սպանում է ում շունը որևէ մեկի ոտը կծում է հանում կրակում է այսպիսի թիվ հանցագործությունների աճի չի եղել քրեակատարողական հիմնարկում որը կրկին ինչ որ մի հատ Ձերժինսկու մեկ այլ կոստմչիկով կնիկ ա ղեկավարում խայտարակ վիճակ 38 ինքնասպանություն տարին դեռ չի ավարտվել նման բան չի եղել քրեակատարողականներում բարդակ է տոտալ բարդակ արդարադատության նախարարը գլամուր ժպիտով հարցազրույցներ է տալիս նարկոտիկը մտել է դպրոց 7 տրիլիոնի միայն խայտարակ ուրեմն խաղամոլության ինտերնետ խաղերով շրջանառություն է ինքնասպանությունների թվի աճ ինքնասպանությունների մեջ մեծ թիվ են կազմում տղամարդիկ երիտասարդները որոնք նստած են լինում կամ նարկոտիկի վրա կամ այդ ինտերնետ շահումով խաղային դժողքի մեջ ներքաշվելով իրենց կյանքին վերջ են տալիս եւ այս ապոկալիպսիսը փաստորեն չունի ոչ մի պատասխանատու ինչ վերաբերում է Մերձավանի դեպքին մենք տեսնում ենք որ անընդհատ այս ԿՊ ռեժիմը փորձում է դա ներկայացնել որպես ընտանեկան վենդետա երկու հակամարտող ընտանիքների միջև օքեյ ով է ասում որ երկու հակամարտող ընտանիքների միջև ընտանեկան վենդետա չի եղել բայց այդ վենդետայի ակունքը քաղաքական է որովհետև ընտանիքներից մեկը ԿՊ-ական է մյուսը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ եւ տարիներ շարունակ իրանք իրար փոր են թափել եւ իրավապահ համակարգը ոչ միայն էշի ականջում քնած է եղել այլ նաեւ ամեն կերպ յուղա լցրել կրակի վրա ամեն կերպ խրախուսել է այդ ընտանիքների միջև վենդետա որ ի սկզբանե իրենք չեն խրախուսել Այնտեղ ԿՊ-ական բան այսպիսի հարցեր են առաջ եկել, ծեծ ու ջարդ է կազմակերպել, ով ասես որ դա հատուկ, այդ շիշ բռնողները ինչի էին գնում այնտեղ նստում, այդ ԿՊ-ականները ինչի էին գնում, այդ ընտրությունների ժամանակ, այսինքն այդ ոչ միայն հողանախապարտ չի բացառում, որ նաև հատուկ է կազմակերպվել, հատուկ է հրահրվել սա։ Իմ ասածը դա է, որ իրավապահ համակարգած բոլորիս հեռախոսները լսում եք, ընդդիմադիր գործիչներից ով Մեկի տունը մի հատ փամփուշտ են գտնում 10 հատ քրեական գործ է կառուցում, զենքեր են այնտեղ դրած ու դուք գիտեք որ այնտեղ լարվածություն կա, ու չի բացառում ձեր արածնա ամեն ինչը, բան չի չեք բացահայտել։ Այսինքն ԱԾ, որ զբաղված եք ամբողջ օրը մեր հեռախոսները լսելով, անգիր սրբազաններին, այո, ընդդիմադիր ԱԾ-ն անգիր գիտի, ընդդիմադիր որ գործիչը, որ ժամին, որ սրճարանում ում հետ կոֆե խմեց, կոֆեի մեջ
մեջ քանի գտալ պեսոկեր լցրած, կոֆեի մեջ սլիվկի լցրած էր, թե ոչ։ 24 ժամ ձայնագրում եք բոլորիս հեռախոսազրույցները։ Բա դուք լավ գիտեիք, որ Մերձավանում երկու ընտանիքների միջև տևական ժամանակ վենդետա կա, տևական ժամանակ քաղաքական հողի վրա վեճ կա։ Բա գաղտնալսեիք հեռախոսները, ոնց հասկացանք մարդիկ բացահայտ ծրագրել են հանցագործությունը, թե էլ ազատ օպերատոր չունեք, որ հանցագործություն կատարողներին պոտենցիալ լսի, որովհետև բոլորը դրված են ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով, ընդդիմադիր գործիչների հետևիչ սլեշկա իրականացնելով, այնպես որ ինչքան էլ փորձեք Մերձավանում տեղի ունեցած ողբերգությանը տակ անձնական վենդետայի շղարշ, սա քաղաքական սպանություն է եւ սրա պատասխանատուն օրվա ռեժիմն է, սա միանշանակ է եւ մենք, որ 4 օրում 4 սպանություն 4 դիակ րոպեների ընթացքում ներքին գործերի նախարար մադամը հրաժարականի դիմում պիտի գրեր, ոչ թե ֆենած մազերով գնար դագաղների գլխի վերևը կանգներ։ Ինչի՞ իմաստը։ Ես չգիտեմ։ Այդ հարց եմ տալիս, էլ իմաստը։ Այդքան պարապես պանիխիդա գնալու փոխարեն, պանիխիդաներ գնալու փոխարեն ամեն ինչ արեք, որ այդ պանիխիդաները չլինեն, որ այդ հանցագործությունները կանխվեն։ Բա մի տոննա կոկայինի պատասխանատուները ուր են։ Երկրում մտել է 1 տոննա կոկային։ Միջև հիմա պարզ չի այդ կոկայինը ումն է։ Բա ջեբ չեք գտնում, որ կոկայինը գցեք ջեբը։ Պատկերացնում եք այսպիսի մասշտաբի նարկոտրաֆիգինգ փոքր երկիր մտնի 1 տոննա կոկային եւ առ այս պահը որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չկրի։ Տելեգրամ կանալները դարձել են նարկոտիկի վաճառքով զբաղվող սոցիալական հարթակներ։ Տանում անգամ նարկոտիկները դնում են դեսպանատների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների պոլի շորի տակ, արդեն հասել ենք այստեղ, բա դրանով զբաղվեք, երկիրը մխրճված է կոռուպցիայի մեջ, մխրճված է հանցագործությունների մեջ, սպանությունների հատուկ դաժան հանցագործությունների թիվը աճել է եւ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը իր չաքուչին կապել է հերթական բանտիկը եւ սպառնում է 26 թվականին նորից վերընտրվել եւ ավարտին հասցնել Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Մակում, այո, Ալիևի ելույթը, ես քննեի զուգահեռ անցկացնեիք եւ Նիկոլի ելույթը ըստ էության Ալիևը ինչ ասաց եւ գալու է ինչ անի հայ ժողովրդի հետ, խնդրեմ։ Եվ այսպես 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը եւ Հեյդար Ալիևը Նյու Յորքում էին ՄԱԿ-ի գագաթաժողովին, երկուսն էլ ելույթ ունեցան։ Ես չեմ զլացել եւ ամբողջապես լսել եմ Ալիևի 15 րոպեանոց ելույթը, 15 րոպեանոց ելույթի մեջ Ալիևը 11 անգամ Հայաստանը համարեց օկուպանտ, 11 անգամ Հայաստանը համարեց հանցագործ երկիր, խոսեց, որ Հայաստանը էթնիկ զտումներ է իրականացնել Ադրբեջանին պատկանող Արցախում, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը կապիտուլացվել է, իդեպ հիշեցնեմ, որ Ալիևի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դահլիճում, նույն դահլիճում նստած էր եւ այսպես 11 անգամ 15 րոպեում Հայաստանը համարեց օկուպանտ, խոսեց, որ Հայաստանը ռազմական հանցագործ երկիր է, Ալիևը խոսեց, որ Հայաստանը իրականացրել է չուծլինի ցեղասպանություն, էթնիկ զտում, հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, Հայաստանը կապիտուլյացիա է ենթարկվել եւ ամենակարևորը հայտարարեց, որ Զանգեզուրը դա միջանցք է ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, որ ասում էր ինչ միջանցքի մասին խոսք լինել չի կարող եւ Ալիևի ելույթից հետո խոսք
վերցրեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասեց ռազմական հանցագործը վիժվածք դու ես իհարկե ոչ կարծում եք Նիկոլ Փաշինյանը հանեց ցույց տվեց այն փաստերը թե ինչպես Ռամիլ Սաֆարովները մաշկազերծ են արել հայ զինվորներին եւ կանանց իհարկե ոչ կարծում եք Նիկոլ Փաշինյանը ասեց մի հատ ցույց տուր որտեղ եմ ես ստորագրել կապիտուլյացիա իհարկե չասեց ընդամենը Նիկոլ Փաշինյանը ասեք կարող եմ մոռացել են այո ավիրված եկեղեցիներ ավիրված դպրոցներ գլխատված երեխաներ այո նորից ասեմ Ալիևից հետո խոսեց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը չխոսեց Բաքվի բերդում խոշտանգվող ռազմագերիների մասին շատ հպանցիկ նրանց ասած պահվող այնտեղ գտնվող մարդիկ կարողա հյուր էին գնացել ռազմագերի բառը վախեցավ ասի չխոսեց 800-ից ավել ոչնչացված արդեն Արցախում եկեղեցիների խաչքարերի մշակութային բազմադարյան հուշարձանների մասին չխոսեց այն մասին, որ ռազմական հանցագործը դու ես Ալիև, որ գլխատել ես երեխաներ 44-օրյա պատերազմի ժամանակ, մաշկազերծ ես արել կանանց եւ զինվորներ։ Կարծում եք Նիկոլը ի պատասխան Ալիևի ելույթի դրանք ասեց։ Թողը դիմացը հայերը ոչ, թողը հայերը մստած լինեին։ Իհարկե ոչ։ Նիկոլը չասաց, ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, դա էլ չասաց։ Նիկոլը ընդամենը վեկացավ եւ ասեց, որ հայ ժողովուրդը ուզում է իմ գործընկերոջից, իր գործընկերը պարզվում է Ալիևն է, որոշակի պարզաբանումներ ստանալ կոնֆլիկտային որոշ ձևակերպումների մասով, ուզում է հասկանալ, ինչ է հասկանում Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով, բա Ալիևը քանի անգամ ասի, ինչ է հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով, Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով հասկանում է Հայաստանի սուվերենությունից դուրս տարածք, որի վրա Հայաստանի Հանրապետությունը որևէ իշխանություն չունի, էլ ոնց ասի Ալիևը, եւ գիտեք ինչ է ասում Նիկոլը, ասում է բանը Ալիևի խոսույթը փչացնում է խաղաղության բերկրանքը, ինչ բերկրանք Նիկոլ, Բաքվում մեռնում են հայ ռազմագերիները, Ադրբեջանը զավթել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ձեր իսկ հաշվարկով 400 քառակուսի կիլոմետր։ Ադրբեջանական զինուժը նստած է Սև լճի վերևում, Իշխանասարում, նստած է Ջերմուկի վերևում, դու ՄԱԿ-ի ամբիոնից խոսում ես խաղաղության բերկրանքի մասին եւ ասում ես, որ Ալիևի մի երկու ձևակերպումը հենց լայցի մեջ մեր ընդհանուր բերկրանքը փչացնում են, չէ։ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը հայտարարեց Հայաստանը օկուպանտ է, Հայաստանը ռազմական հանցագործ է, Հայաստանը իրականացրել է էթնիկ զտումներ, Զանգեզուրի միջանցքը դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում չի լինելու եւ Հայաստանի Հանրապետությունը խայտարակ կապիտուլյացիայի ստորագրել։ Վերջ, դրանից ավել հիմա ես դիմում եմ Նիկոլի խաղաղության կտերին հավատացող հանրությանը։ Մի ալարեք, լսեք Ալիևի ելույթը։ Ալիևը չի պատրաստվում որևէ խաղաղության, ավելին Ադրբեջանը պատրաստվում է նոր ուրեմն զավթումների եւ այն նույն լեքսիկոնը, որով Ալիևը խոսեց Շանհայում, նույն լեքսիկոնով, նույն սպառնալիքներով Ալիևը 2 օր առաջ խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից Նյու Յորքում։ Եվ ուրեմն եթե ՄԱԿ-ի հետ կապված բան չունեք էլ ավելացնելու Մոլդովիայում ընտրություններ էին։ Այո։ Եվ իշխող ուժը հաղթանակ արձանագրեց։ Այո, սա ինչ է ցույց տալիս, որտեղ ինչ հետևություններ, որտեղ շատ կարևոր է այս ընտրությունը, խնդրեմ։ Մոլդովայի օրինակը ես
առնվազն այսօր 5 գրազ եմ շահել, որովհետև շատ միամիտ փորձագետներ պնդում էին, որ ընդդիմությունը հաղթելու է Մոլդովայում, որովհետև Ռուսաստանը հսկայական ջանքեր է դրել Մոլդովայում Սանդուի իշխանությունը տապալելու համար, ես ասել եմ ոչ, եթե հասավ ընտրությունների հաղթելու է գործող իշխանությունը Սանդուին արևմուտքը գործող նախագահին տվել էր քարտ բլանշ բոլորին կալանավորել, փակել քաղաքական կուսակցություններ, ընտրություններից առաջ ընտրական ցուցակից հանել 2 խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների եւ անգամ այդ դեպքում ուրեմն Ռուսաստանում 500,000 մոլդովացի է ապրում, որից 300,000-ը Մոլդովայի քաղաքացիներ եւ 300,000 Մոլդովայի քաղաքացիներին քվեարկելու համար ընդամենը տպել էին 11,000 քվեաթերթիկ։ Պարզա չէ, Նիկոլը հասավ 26 թվականի ընտրության, գնալու է Սանդուի ճանապարհով։ Պետք լինի բոլոր ընդդիմադիր կուսակցություններին փակելու է, տարբեր պատճառաբանություններով զրկելու է ընտրական գործընթացին մասնակցելու իրավունքից, ինքը իր գրպանի մի քանի թուլա կուսակցություններով գնալու է ընտրության եւ վերընտրվելու է, այսինքն ընդդիմադիր դաշտում ոչ թե պիտի իրար տակ փորեն, ոչ թե պիտի իրար մազեր բսկտեն, ոչ թե պիտի տարբեր Telegram այլանդակ կանալներով եւ ոչ միայն Telegram իրար դեմ նողկալի նյութեր տարածեն, հա, այլ պիտի համախմբվեն միջև ընտրություն, ստեղծեն մեկ միասնական ընդդիմադիր ճակատ, որի անունը պիտի լինի ազգային ազատագրական շարժում։ Այս ռեժիմից ազատվելու համար այլապես Նիկոլը հասավ 26 թվականի ընտրության, ես կարամ հիմա 20 հոգու հետ այստեղ գրազգամ, որ ասում են, դե սենց նորաստեղծ ուժը սենց կմտնի, այս մի թևը սենց կմտնի, այն մեկը այսքան ձեն կտանի, հետո իրար հետ կմիանան, բայց ես թվում է, որ Նիկոլը Արցախը հանձնել, Նիկոլը Հայաստանը հանձնում, որ թողի մեկը այսքան հավաքի, մեկը տենքան հավաքի, գա կպնեք իրան ճամփու դնեք, նորից եմ ասում, Նիկոլը հո լավ գիտի ինքը ինչ է արել, Նիկոլը հո լավ գիտի ինչ է սպասվում իրեն իր ռեժիմին, եթե ինքը չլինի իշխանության, եւ ուրեմն Նիկոլը իշխանությունը պահելու սմերտնի կա, կամ մենք հիմա կունենանք միացյալ հավաքական մահապարտ ընդդիմություն, կամ պատրաստվեք, որ առաջիկայում բերդերը լցվելու են միջև ընտրություններ քաղաքական կուսակցությունների ամենաակտիվ ներկայացուցիչներով եւ փակվելու են քաղաքական կուսակցություններ, իդեպ դրա անոնսը հիշում եք, ինչ որ մի հատ կինուսապարկ կար, 2 ամիս առաջ տենց անոնսեցա, որ ժամանակն է փակելու դաշնակցությունը, սկսելու են դաշնակցությունից եւ մյուս բոլոր այն ուժերը, ովքեր կարող է որևէ դիմադրության օջախ ստեղծելու պոտենցիալ ունենան, բոլորին կալանավորելու է, բոլորին փակելու է, որովհետև ինքը ունի արևմուտքի ֆուլ աջակցությունը, ես եմ հարցրել Եվրոպական միության ներկայացուցչի, եթե Նիկոլը ընդդիմադիր գործիչ գնդակահարի այդ ժամանակ եք լռելու, ասել են այո, ասելու ենք այդ գնդակահարությունը հանուն Հայաստանի ժողովրդավարության էր, այնպես որ ովքեր սենց նստած մտածում են դե հեսա ոչինչ Միացյալ Նահանգները կգան եւ կաջակցեն, միանշանակ իրանք են չէ տալի գնահատական ընտրությունների, ինչ անի, ասելու են օքեյ է, սա է ժողովրդավարությունը, որովհետև Հայաստանը պիտի ոչնչանա, սա է իրենց ծրագիրը։ Ուշագրավ մի բան, 5 միլիոնանոց Telegram ալիքը շատ հետաքրքիր է եւ իշխանությունը պիտի արձագանքի անպայման, ասած 5 միլիոն հետևորդ ունեցող հրապարակել են այսօր նորից ու պրեմիեր-մինիստրը Արմենիա Փաշինյան Նաշլի Ասաբնյավ Կանադի, ուրեմն Կանադայում 17 միլիոն արժողության 6 ննջարան, լողավազաններ տարբեր, 5 ավտոտնակներ, շքեղագույն մի բան, հետաքրքիր է, սրա հետևից օրինակ իրեն գնալու են, թե չեն գնալու։ Հա, ուրեմն հետևորդների թիվը տեսեք, եւ շատ հայտնի Telegram ալիք, սա կարծեմ առաջինը չի, այսինքն սա շատ տարածված է։ հրապարակումը չէր,
ուրեմն ինչ որ մի հատ Telegram կանալ Սուրեն Պապիկյանի մասին բան հրապարակեց, որ ինքը ինչ որ մասաժի կենտրոնների եւ սեռական ինչ որ ծառայություններ մատուցող ինչ որ տենց Վարսավիրանոցա մասաժի կենտրոնների թիկունքում կանգնած է 5 հատ հայտարարություն տարածեցիք։ Դե արձագանք է։ Հսկայական լսարան ունեցող, այդ էլ չեք կարա, չէ, ասեք 3 օր առաջ գրանցված բացված կայքա, նման հայտարարություն ա։ Telegram ալի կես միլիոն հետևորդով։ Այո, բահերք եք, այսինքն պատահական ալիք չի, չէ, որտեվ այս կարգի լսարան ունեցող, այս կարգի հետևորդներ ունեցողները կոնկրետ նկարներով, փաստերով, հիմքերով ամբողջ հրապարակել են։ Ու միջոցով Արսինե Խանջյանի ոնց է եղել, որտեղ է հրապարակվել, ինչ են արել։ Ամբողջությամբ։ Արսինե Խանջյան 5 հատ անձնագիր ստացար, Սերժ Սարգսյանից ստացար Հայաստանի քաղաքապետությունը, որ Արցախը չկա։ Նիկոլից այլանդակություն ուր ես։ Ուր ես, քո ամուսնու։ Այլանդակություն, բա դուք Արարատ ֆիլմ էր նկարում ինքը, այլանդակություն, Արարատը ջնջում է, այլանդակություն։ Ուր ես։ Բա ձեր ձայնը ինչի՞ չի լսվում։ Բա այլանդակ ուր ես, երկողներ, չէ, Արարատ երկողներ։ Այո, հա, դա էլ չկա։ Եվ Տիկին Թովմասյան, կրկին ուզում եմ արցախցիների խնդրին անդրադառնալ, որովհետև մենք տեսնում ենք, որ տոտալ ուրեմն խայտարակ ատելության քարոզ է իրականացվում արցախցիների հանդեպ եւ ես հիմա ներկայացնեմ թվեր 23 թվականի ընդամենը մի քանի օրվա ընթացքում Արցախը ամբողջապես հայաթափվեց, առ այս պահը 100,000 արցախցի ապրում է Վարձով, արցախցիների ուրեմն 80% արցախցիների շրջանում ծայրահեղ աղքատ է, ուրեմն 20,000 արցախցի ընդամենը աշխատում արտագաղթած 150,000-ից եւ ընդամենը այդ բնակարանային սերտիֆիկատով բնակարան կարողացել է գնել ընդամենը 560 ընտանիք, էլ չեմ խոսում արցախցիների մեջ խայտարակ արտագաղթի մասին, մարդիկ չկարողանալով տան վարձը տալ, որովհետեւ ապրիլից հետո հունիս մի ամիս երկարացրեցին, հունիսից հանված է այդ 50,000-ական դրամները, որոնք ընտանիքները գումարում էին եւ կարողանում էին գոնե տան վարձ տալ, կրկնում եմ 150,000-ից 100,000 արցախցի շարունակում է ապրել վարձով եւ չի կարողանում տան վարձը այլևս տալ եւ շատերը կամ հայտնվել են փողոցում, կամ ընտանիքներ կան, որ գնացել են անվճար, ասել են մեր գոմի տարածքը կարանք տանք անվճար, այդտեղ դուր պատուհան են դրել եւ մնում են։ Եվ այն ատելությունը, որ գեներացվում է արցախցիների հանդեպ, նայեք, Նիկոլ գովաբանող, այս ռեժիմին գովաբանող բոլոր այդ այսպես կոչված տարբեր ֆեյք լրատվականները ամենանողկալի ատելությունն են գեներացնում արցախցիների եւ այս ռեժիմի դեմ պայքարող զոհվածների ծնողների հանդեպ։ Սա անթույլատրելի է, բայց մենք շատ ենք ասել ինչ է անելու Նիկոլը, ինչ է արել Նիկոլը, ինքը հիմա նորից եմ կրկնում, բացել է իր կալոդը խաղաքարտերի եւ խաղում է բաց խաղաքարտերով։ Ինչ ենք անելու մենք, որպիսի ընդամենը մի քանի ամսից Ալիևը չպահանջի, որ Հայաստանի անունն էլ փոխվի եւ գրի Էրմինիստան թուրքական ենթապետություն։ Մոլդովիայում ընտրությունների հիմնական բան էլի նույն կերպ էր, այսինքն բաժանել այս կողմ, այն կողմ, մի մասին ասում են կամ դուք ուզում եք փայլուն ապագա արևմուտքի եվրոպական ճանապարհ, կամ դառնում եք դա։ Հիմա մերն էլ նույն կերպ բաժանել է, ասում է կամ ուզում եք սա, ուղղակի մի տարբերությամբ, որ մեզ գցում են Ցեղասպան Միացյալ Նահանգների եւ Ցեղասպան Թուրքիայի եւ Ցեղասպան Ադրբեջանի գիրկը, այնպես որ պատրաստ եղեք սիրելիներս, ինչպես որ աշխատել են 7-8 տարի, առաջիկայում էլ ավելի մեծ թափով եւ ուժով կաշխատեն եւ կմոլորեցնեն ձեզ։ Ուրեմն մի բան ասեմ էլի, ինձանից ավելի Եվրոպան սիրող մարդ չլինի, ինձանից ավելի Եվրոպայի մարդ որևէ մեկը չլինի, եթե ես իմանամ, եթե ես հավատամ Հայաստանի Եվրոպական միության ապագայի հնարավորությանը գոնե 0,001%-ով ես ինքս դրոշը կառնեմ Եվրոպական միության, բայց նորից ցիտեմ Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին,
Եվրոպական միության օրակարգում Հայաստանի Եվրոպային անդամակցելու հարց չկա, դա մեկ։ Այստեղ եկավ Եվրոպարլամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, այդ ձեր ցանկությունն ա, որ ազգային ժողովում քվեարկել եք Եվրոպական միության անդամակցելու, մեր օրակարգում տենց բան չկա, մենք դեմ ենք Եվրոպական միության ներկա սահմանների ընդլայնմանը, այսինքն Եվրոպան պաշտոնապես ասել է no, Հայաստան, դու երբեք Եվրոպական միության անդամ չես դառնալու։ Նիկոլի Եվրոպան դա Թուրքիան է եւ դա Ադրբեջանն է։ Եթե դուք այդ Եվրոպան եք ուզում գնալ, ուրեմն բարի ճանապարհ բոլոր նրանց, ովքեր ուզում են գնալ Թուրքա Եվրոպա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։